Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1424-րդ օրն է։ Ռուսաստանի հետ էներգետիկ հարվածների փոխանակումը շարունակվում է։ Գիշերը բարի դրոնները այցելել են Ռուսաստանի 14 տարածաշրջաններ եւ Ուկրաինայի օկուպացված տարածքներ։ Խոցումների մասին կպատմեմ քիչ ուշ։ Չեխիան պատրաստ է Կիևին կործանիչներ տրամադրել ռուսական շահեդների դեմ պայքարելու համար։ Չեխիայի նախագահն է ասել, մոտ ժամանակներս Չեխիան կարող է Ուկրաինային փոխանցել մարտական կործանիչներ, որոնք ունակ են խոցել ռուսական դրոնները, այս մասին Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը։ Նախագահ Պավելը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ինքնաթիռների մասին է խոսքը, բայց դեռ 2 տարի առաջ նա նշում էր, որ Ուկրաինային կարող են փոխանցվել չեխական L-159 թեթև կործանիչները։ Նա նաև հավելել է, որ Պրագան կարող է տրամադրել նախազգուշացման համակարգեր, մասնավորապես պասիվ ռադարներ։ Իդեպ Ուկրաինայի զինված ուժերը Նիդերլանդներից նոր զենք կստանան F-16 կործանիչների համար, ինչն էլ ավելի կբարձրացնի դրանց կիրառման արդյունավետությունը։ Խոսքը նոր հրթիռների եւ ավիառումբերի մասին է։ Իսկ Ամերիկայի նախագահ Թրամփի վարչակազմում դիտարկում են խաղաղության խորհրդի ստեղծումը, որը կարող է վերահսկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման ապագա համաձայնագրի կատարումը, այս մասին ուրբաթ օրը հայտնել է Financial Times թերթը։ Լրագրողներին այս մասին հայտնել է Ամերիկայի հետ բանակցություններին մասնակցող ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան։ Ուկրաինայի համար խաղաղության խորհրդի ստեղծումը, որը նույնպես պետք է գլխավորի Ամերիկայի նախագահը, կարևոր մասն է առաջարկների, որոնք կոչված են վերջ դնելու ռուսական պատերազմին։ Խորհրդի մեջ պետք է մտնեն Ուկրաինայի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները եւ դրա խնդիրներ լինելու երաշխավորել ապագա խաղաղության պլանի կատարումը եւ հետեւել դրա պահպանմանը։ Իդեպ Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ամերիկա բանակցությունների համար, իսկ այս ֆոնին Եվրոպան զորքեր է ուղարկում Գրենլանդիա։ Ի պատասխան Ամերիկայում հայտարարում են, որ դա չի ազդի Թրամփի հավակնությունների վրա եւ այս ամենը տեղի ունենում Թրամփի վարկանիշի շարունակական անկման ֆոնին։ ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը 58%-ը բացասական է գնահատում Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության առաջին տարին, այս մասին ասվում է CNN-ի պատվերով իրականացված SRSS ընկերության հետազոտության մեջ։ Չնայած դրան, Թրամփը շարունակում է մնալ գործոն, որը տարբեր իրադարձություններ է հրահրում աշխարհի տարբեր անկյուններում։ Փարիզը Վաշինգտոնին հասկացրել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ կդիտվի որպես մարտահրավեր եվրոպական ինքնիշխանությանը։ Կղզու զավթման դեպքում Եվրոպական միության եւ Ամերիկայի միջև առևտրային հարաբերությունները կարող են խզվել։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրի հայտարարությանը։ Պաշտոնյայի խոսքով Գրենլանդիան ինքնիշխան մաս է մի երկրի, որը Եվրոմիության անդամ է։ Սրա հետ չարժի կատակել, ասել է ֆրանսիացի նախարարը։ Իդեպ Գրենլանդիան Եվրոմիության անդամ չէ, Դանիան է Եվրոմիության անդամ։ Հավելեմ, միգուցե մարդիկ կան, որ դեռ չգիտեն։ Հիմա պատկերացնում ենք, չէ, որ այդ ստեղծվող խաղաղության խորհուրդը Ուկրաինայի համար Գրենլանդիայի հարցի էսկալացիայի պատճառով կարող է չգործել, եթե Թրամփը որոշի մեկ օրում դաշնակցից վերածվել հակառակորդի։ Հուսանք, որ դրան չի հասնի, բայց առայժմ այլ բան ենք ֆիքսում, ավելի ճիշտ հակառակն ենք ֆիքսում։ Այս ֆոնին ֆրանսիական խորհրդարանում կարող է ձևավորվել մեծամասնություն, որը կողմ լինի երկրի դուրս գալուն ռազմական դաշինքից եւ ազգային անվտանգության հարցում ինքնուրույնությանը։ Հայտնում է Berliner Zeitung-ը, սա Թրամփի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Իմիջիայլոց Ֆրանսիան առաջին տեղն է զբաղեցնում Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցման ծավալով, այս մասին հայտնել է ինքը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նույնպես տեղի է ունեցել այն բարդություններից հետո, որոնք առաջացել են Թրամփի գործողությունների պատճառով։ Մակրոնը ընդգծել է, որ նախկինում առաջատար դիրքերում Ամերիկան էր, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է եւ հենց Ֆրանսիան է Ուկրաինային տրամադրում հետախուզական ողջ տվյալների 2/3-ը։ Դե դժվար չէ գուշակել, թե մնացածը որ երկիրն է տալիս։ Իդեպ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին խորհուրդ է տվել խուսափել Իրանի օդային տարածքից Ամերիկայի կողմից հնչող սպառնալիքների պատճառով։ Այս մասին նշված է EASA-ի պաշտոնական կայքում։ Միևնույն ժամանակ Ամերիկան Սիրիայում փորձում է կանխել նոր պատերազմը իրենց դաշնակից քրդերի դեմ։ Սիրիայի նոր վարչակազմը ըստ ամենայնի Անկարայի դրդմամբ ցանկանում է ազդել քրդական գործոնի վրա, ինչը հղի է Սիրիայում
նոր քաոսով եւ լարվածության։ Սա կարող է հանգեցնել պատժամիջոցների վերականգնմանը եւ Սիրիայի նոր մեկուսացմանը։ Մերձավոր Արևելքը պայթյունավտանգ տարածաշրջան է, մինչ Իսրայելը Իրանում լուծում է իր էկզիստենցիալ խնդիրները, Թուրքիան ամեն կերպ փորձում է գերիշխել, չնայած սպառված ռեսուրսներին։ Այստեղ հայկական իշխանությունները պետք է շատ զգոն լինեն եւ թույլ չտան ներքաշել իրենց այնպիսի գործընթացների մեջ, որոնք հանդես են գալիս մարող ուժերի կողմից, մասնավորապես Իրանի իսլամիստների եւ Էրդողանական Թուրքիայի։ Իդեպ Ադրբեջանը Թուրքիայի դեմ նախապատրաստվող պատժամիջոցների ֆոնին ակտիվորեն տարածում է տարբեր ռելիզներ դեպի Եվրոպա գազի մատակարարման իր ծրագրերի մասին։ Սա Բաքվին բնորոշ վարք է, նրանք միշտ ուզում են տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնել, որպեսզի հանկարծ իրենց գործոնի մասին ոչ ոք չմոռանա։ Ընթանում է դաժան պայքար, տեսնենք թե ինչ իրավիճակ կունենանք առաջիկա օրերին։ Հիշեցնեմ, որ Եվրամիությունը արգելել է ռուսական նավթից պատրաստված արտադրանքի ներկրումը, ձգտելով կրճատել Մոսկվայի ռազմական եկամուտները։ Սա հարվածել է Թուրքիայի եւ Հնդկաստանի նավթավերամշակման գործարաններին։ Մենք անդրադարձել էինք այս թեմային մեր նախորդ եթերներից մեկում։ Նոր սանկցիաները պետք է որ ազդեն ռուսական նավթը որպես այլ երկրի նավթամթերք Եվրոպա մատակարարելուն։ Տեսնենք թե ինչպես այս պատժամիջոցները կազդեն Ադրբեջանի վրա, որն ակտիվորեն օգտագործում էր նույն թուրքական ենթակառուցվածքները։ Նոր պատժամիջոցները, որոնք արգելում են ռուսական նավթից ստացված մթերքների ներկրումը Եվրամիություն, ուժի մեջ են մտնում հունվարի 21-ից։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից։ Վերջին ժամանակներս նաեւ Իրանի մասին տեղեկատվություն ենք տեղադրում։ QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ տեղեկացեք ամենաթարմ իրադարձություններից։ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսների 6 կուտակումների մարտի դաշտում։ Ամենաակտիվ մարտերը շարունակվել են Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ կասեցվել են թշնամու գրեթե 50 գրոհ։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 164 մարտական բախում ուկրաինական բանակի եւ ռուս օկուպանտների միջև։ Այս մասին շաբաթ հունվարի 17-ին օպերատիվ ամփոփագրում հայտնում է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը։ Հյուսիս-Լաբացկի եւ Կուրսկի ուղղություններում ուկրաինացի պաշտպանները հետ են մղել ռուսների 2 հարձակում, Կուպյանսկի ուղղությամբ տեղի ունեցել զավթիչների նույնպես ընդամենը 2 գրոհ։ Ամենաակտիվ մարտերը շարունակվել են Պոկրովսկի ուղղությամբ, որտեղ մեր պաշտպանները կասեցրել են 49 գրոհ։ Գուլյայպոլիի ուղղությամբ հետ է մղվել ռուսների 31 հարձակում, իսկ Կոնստանտինովկայի ուղղությամբ թշնամին իրականացրել է 18 գրոհ։ Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օկուպացիոն բանակը Ուկրաինայի ռազմաճակատում կորցրել է 1130 զինվորական։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նշում է, որ ագրեսոր երկիր Ռուսաստանի ընդհանուր կորուստները լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր կազմում են արդեն 1,225,590 զինծառայող, ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ Ղրիմում եւ Դոնեցկի մարզում խոցվել են ռուսների հոպմիջոցներ եւ դրոնների պահեստը։ Հաջողությամբ թիրախավորվել են Նեբը ու ռադիոլոկացիոն կայանը Եվպատորիայի շրջանում եւ Պանցիր S1 զենիթաարթիլերային համալիրը Խուտարոկի շրջանում, դրոնների պահպանման եւ կիրառման նախապատրաստման պահեստը Դոնեցկի մարզում։ Շաբաթ լույս գիշերը ռուս ագրեսորները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի 115 դրոն, ուկրաինական ՀՕՊ-ը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խոցել կամ ճնշել են դրանցից 96-ը։ Ռուսների թիրախում նորից ուկրաինական էներգետիկաներ Օդեսայից մինչև Կիևի մարզ, իսկ Մոսկվայի մարզում քիմիական ծուխեր եւ մի շարք բնակավայրեր առանց լույսի էին բարի դրոնների այցից հետո։ Սա նշանակում է, որ ոչ մի արեշնիկով կամ էներգետիկ տերորով հնարավոր չէ կանգնեցնել Ուկրաինայի պատասխանները, եւ այս Պանդորայի արկղը բացեց հենց ինքը Պուտինը իր ագրեսիայով Ուկրաինայի դեմ։ Ուրբաթ երեկոյան հունվարի 16-ին Մոսկվայի մարզի Վասկրեսենսկ քաղաքում հրդեհ է բռնկվել ագրեսոր երկրի խոշորագույն քիմիական գործարաններից մեկի Վասկրեսենսկի հանքային պարարտանյութերի գործարանի տարածքում։
Նախնական տվյալներով կրակը պատել է արտադրամասերից մեկը, այս մասին հայտնում են տեղական մոնիթորինգային ալիքները։ Հատկանշական է, որ այս ձեռնարկությունը ի թիվս այլոց պայթուցիկ նյութեր է արտադրում ռուսական բանակի համար։ Այս գործարանը շատ կարևոր օղակ է պայթուցիկների արտադրության եւ օկուպանտների ավիացիայի սպասարկման շղթայում։ Դեպքի վայրից ստացված կադրերում երևում է թանձր ծուխը, որը տարածվում էր գործարանի տարածքից։ Հարևան թաղամասերում եւ բնակավայրերում զգացել են այրվածի ուժեղ հոտ բնորոշ քիմիական պայթյուններին։ Ռուսները դժգոհում են կոկորդի քերոցից եւ աչքերի մռմուռից։ Բոլոր հնարավոր կադրերը մեր տելեգրամյան ալիքում են։ Նաև հունվարի 17-ի գիշերը Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում հրդեհ է բռնկվել թիվ 400 ԱԿ էլեկտրական ենթակայանում։ Քաղաքի մի մասը եւ հարակից բնակավայրերը մնացել են առանց էլեկտրամատակարարման։ Վերլուծաբանները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ այրվող ենթակայանից ընդամենը 3.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Պետրոս Մեծի անվան ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիայի մասնաճյուղը։ Սա միջադեպին առանձնակի կշիռ է հաղորդում, հաշվի առնելով օբյեկտի ռազմավարական նշանակությունը։ Իդեպ կրտսեր Կադիրովը այնպես է վարել մեքենան Գրոզնիում, որ նույնպես հայտնվել է Մոսկվայում, ուր նրան տեղափոխել են շտապ օգնության ինքնաթիռով։ Բոլոր տեղեկությունները այս թեմայով նույնպես տեղադրում ենք մեր տելեգրամյան ալիքում։ Իդեպ Իտալիայում կալանավորել են Ռուսաստանից եկած նավ Եվրոմիության պատժամիջոցները շրջանցելու համար։ Փաստացի Ամերիկային սկզբից միացավ Մեծ Բրիտանիան, հետո Գերմանիան եւ հիմա տեսնում ենք, որ Իտալիան է միանում։ Բրինդիզի նավահանգստում իտալական իշխանությունները կալանավորել են Սև ծովից ժամանած նավը, ինչը վերջին ժամանակներում առաջին դեպքն է Իտալիայի իշխանության կողմից։ Բացի այդ, կարևոր հաղորդագրություններ ունենք համաշխարհային մամուլից։ Sky News-ը հայտնում է, որ Միացյալ Թագավորությունը ձգտում է ընդօրինակել դրոնների դեմ պայքարի ուկրաինական փորձը, որպեսզի այն կիրառի բրիտանական պաշտպանության կազմակերպման գործում։ Պոլիտիկոն գրում է, որ ամերիկացի հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին սպառնացել է օգտագործել կոնգրեսի լիազորությունները, որպեսզի թույլ չտա Թրամփին իրականացնել Գրենլանդիան զավթելու իր սպառնալիքները։ Ըստ Գրենլանդիայի թեման լուրջ համաշխարհային պատմություն է ստացվում։ Երեք նաև Կանադայի մասին ասացի, որ ռազմավարական հարաբերությունները ուզում հաստատել Չինաստանի հետ։ Իսկ Դանիայի զինված ուժերի արկտիկական հրամանատարության ղեկավարը Ամերիկային հրավիրել է միանալ Գրենլանդիայում անցկացվող ռազմական զորավարժություններին։ Ամերիկյան կողմի որոշումը դեռ սպասվում է։ Հուսանք, որ Թրամփը այս ճանապարհով կգնա ՆԱՏՕ-ի հետ համագործակցման եւ այդպես իր ցանկացած կամ իր տեսած Ամերիկայի շահերի պաշտպանումը կազմակերպվի Գրենլանդիայում, այլ ոչ թե զավթման ձևով։ Համենայն դեպս Եվրոպան այդ հնարավորությունը տալիս է Թրամփին, որպեսզի համագործակցություն լինի, այլ ոչ թե տարածքային ամբողջականության խախտում։ Այսքանով ավարտեմ շաբաթօրյայի եթերը, չեմ ուզում շատ երկարացնել։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք։ Հիշեցնեմ, որ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին շատ կարևոր եթերներ եմ թողարկել, ովքեր դեռ չեն դիտել, անպայման դիտեք պատկերին ամբողջական տիրապետելու համար։ Լավ երեկո ձեզ, հուսամ կհանդիպենք արդեն վաղը։ Բարով մնաք։